Սիրելի աղեղնավորներ, ողջույն, այսօր նոյեմբերի 17-ն է արեգ օր իմ օրացույցով ձեզ բաժին ընկավ արևը, ինչպես տեսնում եք եւ ինչն է հետաքրքիր հատկանշական ես կասեի, որ նախորդ անգամ դու գտնվել եք ամենավերջում, այսինքն 12-րդ տեղում եւ հանկարծ շատ այդպես մեծ թռիչք եւ հայտնվել եք 4-րդ տեղում։ Դե իհարկե կարիճը կշարքը եւ այդեղ ջուրը ձեզ թույլ չեն տա, որ դուք այդ երյակը իրենք են պահում եւ 4-րդ տեղում դուք հայտնվել եք, բավականին բարձր ցուցանիշ է եւ ինչ խոսքը ես ձեզ շնորհավորում եմ եւ հիմնականում առաջի 3 տեղերում եւ 6 տեղերում ես ավելի մանրամասնում եմ եւ թերևս կարող եմ մեկնաբանել ինչու միանգամից այդպես մեծ թռիչք, որտեվ սովորաբար աղեղնավորները արխիվում առաջին 6-նյակում, եթե ես այդպես չեմ հիշում, եթե եղել են շատ հազվադեպ եւ դա բացատրում է նրանով, որ հենց դեկտեմբեր ամսվա համար ես պետք է ներկայացնեմ կանխատեսումը, այստեղ նշեմ ասցենդենտով աղեղնավորներ, առաջինը լսում եք դա եւ երկրորդը արևի նշանով աղեղնավորներ, ասցենդենտի նշանը իմանալը միանշանակ դա պայմանավորված է ձեր ծննդյան ժամի ճշգրիտ իմացությամբ։ Իհարկե շատ կարևոր է ոչ միայն նշանը իմանալը, այլև աստիճանը, գրադուսը կամ պետք է դա իմացվի։ Ինչևէ, սիրելի աղեղնավորներ, դա ուրեմն պայմանավորված է նրանով, որ սև լուսինը դեկտեմբեր ամսին տեղափոխվելու է ձեր նշան եւ այդտեղ կտեղավորվի 9 ամիս եւ ինչպես որ նշեցի, նրանք ովքեր այն աղեղնավորները որ ծնվել են ձիու տարում կամ հրեղեն ձիու տարում միանշանակ իրենց 26 թվականը իրենց համար շատ է կարևորվելու, ուշադիր եղեք, ինչպես որ ասացի, լինելու են լավ եւ ոչ լավ իրադարձություններ, բայց մեծ ճակատագրական իրադարձություններ կլինեն ձեր կյանքում։ Դա կարող է նաև ձեր կյանքում, դա կարող է կապված լինել ձեր երեխայի հետ, ձեր ծնողի հետ, դա կարող է կապված լինել հենց կոնկրետ անձամբ ձեզ հետ։ Այսպիսի իրավիճակ կլինի, եւ հենց դա է, որ ձեզ մոտ հետաքրքրություն է առաջացրել եւ դուք այդպես մեծ թռիչքով հայտնվել եք 4-րդ տեղում։ Եվ այսպես ինչ ունենք դեկտեմբեր ամսին լիալուսին, նորալուսին բնականաբար եւ հենց նորալուսնի օրը սև լուսինը կմտնի ձեր նշան, Նեպտունը կդառնա ինքը ուղընթաց եւ Վեներան, Մերկուրին, Մարսը կփոխեն իրենց նշանները, դե առանց արևի չի լինում, արևն էլ դուրս կգա, ինքը ձեր նշանում է, դուրս կգա 21-ին, այդպես արդեն կտեղավորվի ձեր ֆինանսների տանը, այդտեղ ջուրի նշանում եւ հենց այդ ժամանակ էլ կլինի ձմեռային արևադարձը։ Ահա սրանք են հիմնական իրադարձությունները, կարծում եմ քիչ չի, հենց միայն ձեզ համար սև լուսնի մուտքը ձեր նշան դա արդեն մեծ իրադարձություն է եւ թերևս ես սկսեմ Վեներայից, երբ դեկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 24-ը ինքը լինելու է ձեր նշանում։ Վեներան կլինի ձեր նշանում, բնականաբար այնտեղ Մերկուրին եւս դեկտեմբերի 12-ից մինչեւ 26 թվականի հունվարի 2-ը կտեղավորվի ձեր նշանում, տեսնում եք Մարսը դուրս կգա արդեն 15-ին եւ ձեր ֆինանսների տանը ինքը կտեղավորվի։ Ես կարծում եմ իսկ 10-ին արդեն Նեպտունը, ես իմանում Նեպտունին կանդրադառնանք բնականաբար, բայց ես ինչու նշեցի այսպես իրար ետևից, որպեսզի դուք պատկերացնեք, որ Վեներան, Մերկուրին կմտնեն ձեր նշան, այդտեղ տեղի ունենալու ուրեմն աղեղնավորի նշանում, այսինքն ձեր նշանում տեղի կունենա նորալուսինը եւ սև լուսինը կմտնի ձեր նշան։ Տեսնում եք ինչքան շատ իրադարձություններ են։ Իսկ իհարկե Մարսը կլեքի ձեզ, ինչպես որ ասացի, դեկտեմբերի 15-ին դուրս կգա ձեր նշանում, բավականին գիտեք, ուժ եւ եռանդ է ինքը ձեզ հաղորդել, դուք բավականին ակտիվ եք եղել այստեղ եւ արևի նշանով եւ ուրեմն
ասցենդենտի նշանով մասնավորապես նախաձեռնությունը վերցրել եք ձեր ձեռքը եւ բավականին այդպես ակտիվ գործունեություն եք ծավալել եւ հիմա ինքը միգուցե ձեր հենց այդ գործունեության արդյունքը դուք կտեսնեք եւ 15-ից հետո, շատ հնարավոր 15-ից հետո մինչև հունվարի 23-ը 2026 թվականի ուշադիր եղեք, այստեղ ֆինանսական հարցեր կլինեն կամ ուրեմն ֆինանսներ կաշխատեք, պտուղները կքաղեք կամ այստեղ հնարավոր է, որ ֆինանսները ինչ որ նպատակի համար ծախսվեն, այսպես եւս կարող է լինել պայմանավորված ձեր անձնական քարտեզով։ Դե իհարկե մյուս մոլորակները արևը դեռևս այնտեղ է իրենք թե հանդիպումներ ձեր նախաձեռնությամբ, եթե կարևոր են ձեզ համար հանդիպումներ, ինչ որ հարցեր պարզաբանել, ուրեմն եղեք բավականին ակտիվ եւ զբաղվեք այդ գործունեությամբ, ֆինանսական հարցեր կարող եք քննարկել եւ այլն, այսպիսի իրադարձություններ կլինեն։ Ես իհարկե վերջում կնշեմ այն օրերը, որ խորհուրդ չի տրվում կոնկրետ քայլերի գնալ, դա կարծում եմ կարևոր է դուք պիտի հետևեք այդ խորհրդին, նրանք ովքեր արդեն ինձ գիտեն հետևել են իմ խորհրդին, արդյունքը տեսել են, բնականաբար արդեն ավելորդ է ասել, իրեն գիտեն ինչ անեն։ Իհարկե կարող եք հետևել, կարող եք եւ չհետևել, դա ձեր ընտրությամբ է։ Սրանք այդ գլխավոր իրադարձությունները եւ ուզում եմ անպայման առանձին նշել լիալուսինը դեկտեմբերի 5-ին Հայաստանի ժամանակով 3:13:53 տեղի կունենա լիալուսին, այսինքն արևև լուսինը կհակադրվեն 14 աստիճանում եւ այն կլինի ձեր հակադիր նշանում, այսինքն վերաբերում է պարտներին, դա կարող է լինել ամուսինների միջև հարաբերությունը, դա կարող է գործընկերոջ հետ լինել կամ ցանկացած երկրորդ անձնավորության հետ, ուրեմն կարող է լինել հարցեր, որոնք միգուցե ձեզ համար արդեն պարզ կլինեն կամ ձեր հետագա անելիքները ինչ-որ փոփոխություններ հավանաբար կմտցնեք հարաբերություններում։ Դա իհարկե հիմքը կդրվի դեկտեմբեր ամսին եւ այդպես արդեն հետագայում արդեն կսկսի աշխատել այդ փոփոխությունները պարտների հետ կապված։ Ահա եւ ես ուզում եմ նշել խոսել 10-ի մասին, դեկտեմբերի 10-ից մինչև 26 թվականի հուլիսի 7-ը Նեպտունը դառնում է ուղղընթաց։ Նեպտունը եւ Սատուրնը մտել են կրակի նշան, դա ձեզ համար շատ լավ էր այդ ժամանակահատվածը, եթե դուք այդտեղ 1, 2, 3, այդպես 4 կամ ունեիք մոլորակներ, սիրելի աղեղնավորներ հենց ձեր նշանում, կամ եթե ձեր ասցենդենտի նշանն է, դուք այդտեղ ունեք մոլորակներ, դուք զգացել եք դրական ներգործությունը, ինչ խոսք, մասնավորապես ձեր երեխայի հետ կապված կամ ձեր գործերի հետ, ձեր բիզնեսի հետ կապված, եւ հիմա որոշակի շտկումներ կան ձեր ընտանիքում, ընտանիքի անդամների երեխաների հետ կապված, եթե տանը մեծահասակ ծնողներ ունեք, այդ խնամքով եք զբաղված եւ այլն, այսպիսի գործեր են, այսինքն այստեղ անելիքներ կան, կավարտվի եւ իհարկե դա արդեն 26 թվականի մասին է խոսքը, 26 թվականն արդեն կավարտի այդ գործը ընտանիքի տան, բնակարանի հետ կապված, ընտանիքի անդամների հետ կապված եւ արդեն կոնկրետ կշարունակի, իրենք կհաստատվեն արդեն խոյի նշանում, Նեպտունայինը հետև Սատուրնը եւ գործողությունները բնականաբար ասացի կրակի նշանում, դուք եւս կրակի նշան եք, այդ առումով բնականաբար լավ է։ Եվ հաջորդ կարևոր իրադարձությունը դա, ինչպես ասացի, Սև լուսինն է, որ մտնելու է ձեր նշան դեկտեմբերի 20-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 14-ը ինքը լինելու է ձեր նշանում, սիրելի աղեղնավորներ, եւ հենց այդ օրը 20-ին տեղի ունենալու նորալուսինը Հայաստանի ժամանակով առավոտյան 5:43 9 արևև լուսինը կմիավորվեն 29 աստիճանում ձեր նշանում եւ այստեղ կարող է լինել, ոչ թե կարող է լինել, այսինքն լինում է նորալուսինը եւ կարող է լինել ինչ որ մեկի համար լավ, ինչ որ մեկի համար ոչ այդքան, որտեվ դա ուրեմն պայմանավորված է ձեր անձնական
անձնական քարտեզով, որովհետև եթե այդ նորալուսինը, եթե դուք ձգան նշանում 29 աշճանում ունեք մոլորակ կամ երկվորյակի նշանում կամ կույսի նշանում 29 աշճանում 28, 29, 30 այդպես ունեք մոլորակ, այստեղ որոշակի դժվարություններ կլինեն ոմանց մոտ կարիերայի հարցում, ոմանց մոտ ընտանիքի հարցում, ոմանց մոտ ուղղակի այդպես հարաբերություններում դժվարություններ կարող են առաջանալ եւ բոլոր դեպքերում ինքը ձեզ համար նոր սկիզբ է ազդարարում եւ այդ նոր սկիզբը սկսվում է սև լուսնի մուտքով այսպես շատ հատկանշական է, շատ արդեն զգացվում է ճակատագրական եւ իհարկե ինչպես որ արդեն ասացի կլինեն լավ եւ ոչ լավ իրադարձություններ ձեր կյանքում 2026 թվականին եւ իհարկե գիտեք հնարավոր է որ մինչեւ 20-ը դուք որոշակի այդպես փոփոխություններ լինեն ինքը ինչ որ այդպես փոթորիկ կարող է առաջացնել եւ դրանից հետո նոր ինքը մուտք գործ, այսինքն դուք միանշանակ իր մուտքը կզգաք ձեր նշան սիրելի աղեղնավորներ գիտեք կլինեն բոլոր աղեղնավորների մոտ են լինելու ճակատագրական իրադարձություններ, որովհետև այն խնդիրները որ կա ինքը կբացահայտի եւ դուք ուզեք թե չուզեք պետք է դրան լուծում տաք Եվ գիտեք մեկ հնարավոր է իր երեխային է ամուսնացնում, մեկ ինքն է ամուսնանում, բաժանվում, իր երեխան, այսինքն թորնիկ է ունենում, ընդհանուր եթե կամ վիրահատություն է ունենում, կամ գնում է արտերկիր այսպես իրադարձություններ կլինեն յուրաքանչյուրը ըստ իր անձնական քարտեզի, բայց դա միանշանակ կլինի։ Տեսեք, ասենք օրինակ լավ իրադարձություն, ասենք դուք համարում եք երկար ժամանակ ուզում եք մեկնել չէր ստացվում, կամ միգուցե աշխատանքի մյուսը ամուսնության նպատակով, մյուսը մեկը ընդմիշտ ապրելու, շատ տարբեր են նպատակները եւ այդ գործը հաջողվում է, բայց երբ գնում եք այնտեղ հնարավոր է, ասենք դժվարություններ եք ունենում, դա էլ ասենք կարող է լինել վատը լավ էր որ ուզում եք եւ դուք դա ասենք իրականացրեցիք բայց վատ է որ գնում եք այնտեղ եւ կանգնում եք մի շարք դժվարությունների առաջ ես ուղղակի մի օրինակ բերեցի որպեսզի դուք հասկանաք ինչ ասել է լավ կամ վատ գիտեք ոմանք ասենք երբ վիրահատվում են համարում են վատ բայց ես այդտեղ պետք չի դա նայել վատ առումով որովհետեւ եթե դու անցել ես դժվարության միջով միգուցե սխալ ապրելակերպը քեզ բերել է նրան որ դու պիտի վիրահատվես ոմանք նայում են դա վատ իսկ ոմանք ես կոնկրետ նայում եմ լավ որովհետև եթե դա արդեն եղել է կատարվել է դու վիրահատում ես եւ այդ խնդրից ազատվում ես այսինքն եւ շարունակում ես հանգիստ ապրել դա ես կարծում եմ լավ է որ կարողանում ես վիրահատվել եւ որովհետեւ կարող է այդ հիվանդությունը մնալ դու դրա մասին չիմանալ ուշադրություն չդարձնել չվիրահատվել եւ դա տաներ շատ ավելի վատ արդյունք լինի այնպես որ մարդկանցից է կախված թե մարդը տվյալ իրադարձությունը ինչպես է նայում այնպես որ ես կարծում եմ պետք է նայել լավ եւ այդպես դա շատ ավելի հեշտ կլինի եւ դու այդ իրադարձությունը լավ ես նայում լավ է որ ես վիրահատվեցի եւ ասենք տվյալ անձը վիրահատվեց եւ ինքը հիմա առողջ է այնպես որ դրական պետք է նայել այդ իրադարձությանը ինչևէ շարժվենք առաջ եւ 21-ին անմիջապես նորալուսնի եւ սև լուսնի մուտքից հետո արևը կփոխի նշանը 21-ին դեկտեմբերի կմտնի դուրս կգա ձեր նշանից կտեղավորվի այդ տեղը ջուրի նշանում ձեր ֆինանսներն են այնտեղ արդեն 15-ից սկսած արդեն տեղավորվել է Մարսը Եվ արևը կգա այստեղ, ինչպես որ ասացի, հնարավոր են ֆինանսներ, Մարսի դեպ այծեղ ջուրի նշանում համարվում է բարձրակետում, այդպես ֆինանսներ ձեռք բերելու համար, հավանաբար դուք
շատ նպատակային կգնաք առաջ, կշարժվեք առաջ, որպեսզի կարողանաք ապահովել ձեր ֆինանսական վիճակը, այդպես ինչ-ինչ կարևոր գործերի համար եւ ընդհանրապես ֆինանսները կարևոր են այսօր ավաղ որովհետև ցանկացած հարց լուծվում է ֆինանսների միջոցով։ Եվ ես ուզում եմ զգուշացնել ձեզ նաև տեղյակ պահել ձեզ այն օրերի մասին, որ ուրեմն խորհուրդ չի տրվում ձեզ, եթե հատկապես ասցենդենտի նշանով, որպեսզի դուք ինքներդ նախաձեռնությունը ձեր կողմից լինի, դուք ինքներդ գնաք հանդիպման, ֆինանսական հարցեր քննարկեք կամ այստեղ սիրո խոսակցություն լինի, ցանկացած, հա, այդպեսի կարևոր ուրեմն իրադարձություններ ցանկալի չէ, որ դուք գնաք այդ քայլին։ Ուրեմն դեկտեմբերի 1-ին պլյուս-մինուս 2 օր այդ օրը դեկտեմբերի 8-ին նորից պլյուս-մինուս 2 օր եւ դեկտեմբերի 18-ին պլյուս-մինուս 2 օր ցանկալի չէ ոչինչ նախաձեռնել, սիրելի աղեղնավորներ, թողեք այդ օրերը անցնեն։ Գիտեք որքան էլ որ նույնիսկ դուք ձեր բաներ կա, որ ես զգուշացնում եմ, ուրեմն պետք է դրա մասին զգուշացնել, որովհետև ասենք օրեր կան, որ ասենք տրանզիտներում վատ են, բայց ես դրա մասին չեմ ասում, որովհետև դու կարող եք ունենալ լավ։ Իսկ սրանք են ուրեմն ասպեկտացիաներն են, այն էներգիաներն են, որ անկախ ամեն ինչից դուք դա կզգաք։ Այսինքն դա ուզես թե չուզես ազդում է եւ ցանկալի է, որ դուք ոչինչ չնախաձեռնեք։ Պարզապես հանգստանաք այդ օրերը եւ ավելի շատ ինֆորմացիա ձեռք բերեք, քան ինչ որ քայլեր անեք կամ ինչ որ մեկին ինֆորմացիա տաք, որտեղ դա կարող է լինել ճակատագրական։ Այսպիսի լավ խորհուրդներ եւ ցանկալի կլինի, որ գրեք, կիսվեք արդյոք հետևեցիք իմ խորհրդին, ձեզ օգտակար եղավ եւ այլն, կիսվեք ձեր տպավորություններով, սիրելի աղեղնավորներ եւ տեսնենք արդյոք դուք կարողանաք պահպանել ձեր 4-րդ տեղը, որովհետև դժվար թե 3 նշանները արդեն սեփականաշնորհեր են։ Այդ 3 տեղերը մի քիչ դժվար է առաջ անցնել, այնպես որ 4-րդը արդեն ձեզ համար լավ է։ Տեսնենք որքանով ուրեմն կարողանաք պահպանել։ Իսկ ես ավարտեմ այսքանով, լավ եղեք առայժմ։